Ինչ կլինի Հայաստանի հետ, եթե ընդդիմությունը գա իշխանության։ Այ ոչ աստվածանի, պետք չիրենք։ Ինչու։ Դե տեսել ենք էլի ինչ է կատարում։ Հայաստանի հետ, եթե ընդդիմությունը գա իշխանության։ Չի գա։ Հանգիստ եղեք։ Եկել են արդեն մի անգամ, հերիքա։ Միայն նախկին իշխանավորները չվերադառնան։ Եթե սրանք դրանց են սատարում, ապա լավագույն դեպքում ըստ իս կդառնանք Ռուսաստանի մաս մի փոքրիկ տարածքով։ Ըստ ձեզ, եթե Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը վերադառնան Այո, միանշանակ։ Ես սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, ես ոչ մեկին դա չեմ պարտադրում, ոչ էլ ինչ-որ մեկի էլ վիճարկում եմ։ Հա, եթե նրանք վերադառնան, մենք մի փոքրիկ չնչին տարածքով կդառնանք Ռուսաստանի մաս։ Այսինքն դուք կողմ չեք, որ իրենք վերադառնան իշխանության։ Ես ոչ թե կողմ չեմ, այլ նույնիսկ չեմ ուզում լսել այդ մասին։ Եթե մարդուն իր ուսանող ընկերը ուղղակի բարևում է եւ կյանքով է հատուցում, դե պատկերացեք նա իշխանությունը ինչ պիտի լինի։ Կամ եթե ժողովրդի պետության հաշվին, ժողովրդի գրպանի հաշվին աֆրիկյան սաֆարիի որսերին է մասնակցում եւ հպարտորեն սատկած առույցի վրա նստած նկարվում է, սա կարելի է ընդունել իշխանավոր։ Հասկանում եք։ Եվ միայն դա չէ։ Սիմուլյանտ մարդ է, հենց կալանավորումը մահամերձ հիվանդ է դառնում, իսկ հիմա խնդրեմ ինչա կատարում։ Ինչ է կարծում, եթե ընդդիմությունը գա իշխանության, խաղաղություն կպահպանվի, թե ոչ։ Ոչ, չի լինելու։ Չի լինելու։ Ինչ է կարծում, եթե ընդդիմությունը գա իշխանության, խաղաղություն կպահպանվի մեր երկրում։ Ոչ։ Իրանց տարիները տեսել է ժողովուրդը, դրա համար չի ուզում իրանց։ Ինչ է կարծում, ինչ կլինի Հայաստանի հետ, եթե ընդդիմությունը վերադառնա իշխանություն։ Անկամ են վատագույն երազներում չեմ ուզենա տեսնեմ։ Տեսել ենք, այդ օրերը անցել ենք, ապրել ենք։ Թե ընդդիմությունը գա իշխանության, խաղաղություն կպահպանվի մեր երկրում։ Նույնը ինչ որ եղել է։ Ինչ եղել է։ Ինչ է եղել։ Պատերազմական վիճակ։ Այսինքն, եթե ըստ ձեր կարծիքով, եթե ընդդիմությունը վերադառնա իշխանության, պատերազմ է լինելու։ Սահմանում հիմա ձեզ հարցավ, սահմանում հիմա կրակում են։ Նվախ կրակում են։ Իսկ նույնը կլինի։ Հայաստանի հետ, եթե ընդդիմությունը գա իշխանության։ Չգիտեմ, ինձ թվում է լավ չի լինի։